Տիկին Դավթյան, մեր կապույտ անձնագրերը դուք որոշել եք փոխարինել կարմիր անձնագրերով, չգիտեմ սա ինչ մեսիջ է, որովհետև Թուրքիային էլ է կարմիր, Ռուսաստանին էլ է կարմիր, երկու աշխարհակահաղական առումով մեզ համար հակադիր պետություններ, որ այսպես դիսկուրս է առաջացել, նաև այլ երկրներ կան, որ կարմիր են։ Նախ դուք այս գույնի մասով ինչ կասեք եւ ամենակարևորը մենք երբ կարող ենք ձեռք բերել այդ կարմիր եւ նոր քարտեզով առանց Արարատի կազնագրերը։ Նոր կենսաչափական անձնագրերը սկսելու ենք արտադրել աշնանին եւ կարող եք ձեռքբերել աշնանը։ Ինչքան պետք է վճարենք դրա համար, ինչ գործընթաց է պետք։ Կարծուկ էլի հերթեր են առաջանալու դրա համար։ 28650 դրամ է արժանանալու, ես հորդորում եմ չհամեմատել ընթացիկ 1000 դրամի հետ եւ չորակել, որ անգամներ թանկացել է, ես առաջարկում եմ համեմատել մեր ունեցած վերջին կենսաչափական անձնագրերի հետ, որը 25000-ն է եղել եւ տարբերությունը մեծ չէ, իսկ եթե որակն ենք համեմատում, ապա կարելի է համարել, որ մենք 0-ից նոր կենսաչափական համակարգ հիմնել, որովհետև մեր ունեցած կենսաչափական համակարգը չի սպասարկվել արդի մոդեռն կենսաչափական սիստեմների կողմից աշխարհում e-gate համակարգերը նկատի ունեն, չիպ կարդացող սարքերը նկատի ունեն, տվյալների փոխանակման մեխանիզմները եւ կոնտրակտները, ընդհանրապես մեր ունեցած պայմանագրերը աշխարհի տարբեր Դա ID քարտերի հետ որևէ ձևով ինչ-որ հակասության մեջ առնչություն ունի։ ID քարտերը եւս սկսում ենք արդեն թողարկել կենսաչափական տարբերակով։ Այսինքն սա մեկ գործընթացի մեջ է մտնում այդ երկուսը։ Մեկ գործընթացի մեջ է շատ տարբեր փաստաթղթեր, բոլորը լինելու են կենսաչափական, փաստականի կոմերցիոն ճամփորդական փաստաթղթ, քաղաքացիություն ունեցող անձի անձնագիր, նույնականացման քարտ, այս բոլոր կատեգորիաների մարտկացության քարտեր եւ այլն, բոլորը լինելու են կենսաչափական։ Այսինքն սա պարտադիր պայման չէ, ընտրողաբար է լինելու։ Ես հիմա այս պայն ունեմ կապույտ անձնագիր ոչ կենսաչափական, բայց կարող եմ ցանկության դեպքում այդ կարմիրը ձեռք բերել։ Այո, բայց եթե հանկարծ փորձնեք ձեր անձնագիրը վնասվի կամ էջերը օրինակ լրանան, այլևս կամ ժամկետը լրանա, վերցնելու նոր անձնագիրը, այլևս հինը չեն։ Իսկ ինչու կարմիր։ Մենք ունեցել ենք գեղարվեստական խումբ, որը որոշել է գեղարվեստական լուծումները, գույները, նախշերը, համադրությունը, պատկերները, թեմատիկան եւ այլն։ Շապիկի գույնը եւս եղել է խմբի հոգացության ներքո։ Խումբը կոնցեպտ է գեներացրել, որը տրամադրվել է արդեն մրցույթը շահած ֆրանսիացի գործընկերներին, որոնք եւ օգնել են ձևավորել։ Մենք ուղղակի լինելով նաև շատ պահպանողական, չնայած հիմա շատ ենք այդ ավանդույթներից շեղվում, բայց մենք կապույտ անձնագրով ենք, հա, միշտ տենց աչքի ընկել եւ սովորենք։ Ես առաջարկում եմ այստեղ հատուկ դավադրություն չխնդրել, կարմիր են։ Հատկապես որ դավադրությունը կարող է լինել կամ պրոռուսական կամ պրոթուրքական, երկուսն էլ քննադատելի է։ Ես առաջարկում եմ ուշադրություն դարձնել, որ Եվրոպական միության անդամությունների 99% արտադրում են կարմիր շապիկով անձնագրեր, մուգ բուրգունդյան կարմիր է կոչվում, ընդունված է եւ եթե մերն էլ է նույն կարմիրը։ Այո, մուգ բուրգունդյան։ Թե որթան կարմիրը մերը մի քիչ։ Ինչպես դուք կարող եք անվանել, փորձաքննություն այդ իմաստով չունենք, բայց եթե կուզեք այստեղ մեսիջ տեսնել, ես առաջարկում եմ հետեւյալ մեսիջը գտնել, մենք փոխում ենք ամբողջ կառուցվածքը, ոչ թե ուղղակի չիպով էր, հետո առանց չիպ սկսեցինք արտադրել, հիմա նորից չիպով է լինելու, այլ սա մեսիջի այն մասին, որ ոչ թե գույնը, գեղարվեստական ձևավորումը կամ թղթի որակն է փոխվում, այլ տվյալների պաշտպանության ենթակառուցվածքն է։ Վերջին հարցը այդ փոփոխության մասով կառուցվածքի, հələ քարտեզը մի կողմ, որ արդեն փոքրացած քարտեզ է պատկերված ցավոք սրտի այդ անձնագրի վրա, այ Արարատը ինչու հանեցիք անձնագրից։ Ավելի չկար, այսինքն կարող է լինել, բայց խոր վիրապը նկարեցիք հակառակ երեսից։ Դա մեկնաբանել է հանրապետության վարչապետը, դրեք ոչինչ չավելացրեք։ Ձեզ սրտով է։ Մենք համատեղ ենք մշակել դիզայնը, գեղարվեստական խմբի բոլոր անդամներին ներգրավվածություն։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։